Վախթան Փաշայան։ Ներկայացի խնդրեմ։ Այո, իհարկե։ Լևոն Չուկակյան, առաջ արժանապատվության շարժման համակարգող, միասնության թևեր քաղաքական նախաձեռնության գործընկեր։ Մենք այսօր այստեղ ենք, քանի որ մենք ունենք մեր պետության թիվ 1 օրակարգային խնդիրը՝ անվտանգություն, որը սահմանային լարվածություններով եւ սահմանային ներխուժումներով ուղղակի սպառնալիք է մեր ամենօրյա գործունեությանը եւ դրան համապատասխան նաեւ սպառնալիք է այն, որ իշխող ուժը ամենօրյա ռեժիմով փորձում է ստել եւ հերքել։ Անվտանգությունը այնպիսի կոմպոնենտ է, որից ձևավորվում է տնտեսությունը, սոցիալական հարցերը եւ մեր պետության կառավարման մնացած բոլոր ոլորտները։ Այն պայմանավորվում է ամեն բան։ Մենք չենք կարող ուղղակի հանգիստ նստել եւ մտածել լոլիկի գնի իջեցման կամ բարձրացման մասին, երբ որ մենք ունենք ուղղակի սպառնալիքներ։ Հանրային օրակարգը պետք է ձևավորվի այս թեմայի շուրջ, այս թեմայի շուրջ կա հստակ պահանջ՝ պարզաբանել ինչ է տեղի ունեցել եւ ոչ թե հանդես գալ այնպիսի հերքումներով, որոնք ուղղակի մանիպուլյատիվ են կամ ծիծաղելի, երբ որ իրենք իրենց քարտեզով անգամ որը որ հրապարակում են ցույց են տալիս, որ այո, իրոք ներխուժում եղել է եւ չեն անդրադառնում անգամ ջերմուկի հատվածում տեղի ունեցած գործընթացներին։ Սա արժանապատվության պայքար է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չի հանդուրժել սուտը, որը 2020 թվականից սկսած նախորդ ժամանակներին դեռևս չանդրադառնալով ամենօրյա ռեժիմով տարածվում է մեր հանրային օրակարգում։ 2020 թվականին, երբ որ Շուշին փաստացի անկում էր ապրել, դեռևս ստում էին, ասում էին, որ ոչ, Շուշիի համար դեռևս մարտերը ընթանում են։ Երբ որ ադրբեջանական զորքերը Սև լճի հատվածում, մեր սուվերեն տարածքում ներխուժում էին իրականացրել, Տիգրան Ավինյանը գնում էր եւ սելֆի էին անում, որ ասում են մենք, այո, այստեղ ենք, ոչինչ տեղի չունեցել, այնուհետեւ իրենք էլ ընդունեցին, որ այո, ներխուժում եղել է։ Երբ որ ջերմուկի հատվածում եղան ներխուժումներ, ամենասկզբի օրերին եւս ընդունում էին, որ ոչ, ոչինչ տեղի չի ունեցել, նորից ստում էին, հետո նորից ընդունեցին, որ այո, ներխուժումներ եղել են։ Վարդենիսի հատվածում, ջերմուկի հատվածի ներխուժումների հետ կապված ամբողջ ամենասկզբում իրենք ստում էին, հետո պարզվեց, որ այո, հանրությունը, հանրային դաշտը, հետաքննող լրագրողները, տարբեր հանրային ակտիվիստներ ճիշտ էին ասում եւ ստի դեմ պայքարը այսուհետեւ նորից շարունակվում է ու պարոն Թաթոյանը երբ որ հանդես եկավ արդեն 2025 թվականին ներխուժումների մասին ինֆորմացիայով պարզ դարձավ, որ այս ներխուժումները ուղղակիորեն սողացող անեքսիա են։ Սրանք պատերազմի մեկ այլ ձև են, որը ուղղակի մանիպուլյատիվ ձևով ներկայացում է խաղաղության տակ։ Սա խաղաղություն է սողացող անեքսիայի տեսքով։ Մենք փաստացի չունենք խաղաղություն, մենք ունենք սողացող անեքսիա, որը սպառնում է մեզ մեր ամենօրյա անվտանգությանը։ Մինչդեռ հանրային օրակարգ է լցվում տնտեսության, սոցիալական տարբեր հարցերի, կարկատնակներ ուտելու, կուկուրուզ կրծելու թեմաներ, որոնք բնավել չեն կարող սպառիչ լինել քաղաքացու համար, իրեն անվտանգության հետ կապված հուզող հարցերի համար։ Սա շատ կարևոր հարց է, որը մենք փորձում ենք բարձրաձայնել եւ պահանջում ենք բարձրաբանում։ Պարոն Սաղմոյան, եթե հավելելու բան ունեք, իմաստավորի նաև այս համատեքստ